Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը իդեմս իր վարչապետի հայտարարել է, որ թոշակներ բարձրացնելն անիմաստ է, քանի որ թոշակառուները ի վիճակի չեն գրագետ ծախսել իրենց եկամուտը։ Հիմա հետևաբար ինչի մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա թե ինչպես այդ փողը արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա։ Բժշկական ծառայությունների 70%-ը դուրս են թողնվել ապահովագրությունից, մյուս 30%-ի մեջ էլ ծառայությունների մի մասը լինելու է համավճարով։ Ներկայ իշխանության տնտեսական բլոկում անխելք մարդիկ չեն հավաքված, բայց հավաքված են խելացի մարդիկ, ովքեր հակաժողովրդական քաղաքականություն են ծրագրավորում եւ իրականացնում։ Ներկա ազգային ժողովի մասնագիտական ինտելեկտուալ իմաստով ամենացածր մակարդակը։ Եթե մենք տարիներ առաջ ունեինք մարդիկ, ովքեր ռազմաճակատում կռվել էին, զանազան հերոսություններով եւ զանազան նայստվերային որոշումների արդյունքով հասել էին ազգային ժողով, չէ՞։ Մենք ունենք պատկեր, որ ընդհանրապես քայլելով ազգային ժողով հասած մարդիկ են հայտնվել, օրինակ ստեղ ցենտրալական գործունեություն ծավալելու